Ողջույն սիրելի ֆուտբոլասերներ, Fast Media-ն սկսում է ձեր ուշադրությանը ներկայացնել Fastex Premier League-ի 30-րդ տուրի տեսությունը։ Այս մրցափուլում կայացան 4 հանդիպումներ։ Առաջին խաղը կայացավ Արարատի ու Վանի միջև եւ տանտերերը հաղթեցին 2-1 հաշվով 7-րդ րոպեին շատ գեղեցիկ գոլով Խալիֆ Ալ-Ադումբյան բացեց խաղի հաշիվը, շրջադարձ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Շատ չանցած կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը Վանը եւ Կաջալի Դրամեն աչքին կապ դարպասի գրավմամբ կորցրեց գնդակը Գոր Մալաքյանը, Դրամեն մտավ տուգանային հրապարակ ու գրավեց Անդրանիկ Մարտիրոսյանի պաշտպանած դարպասը, ահա եւս մեկ անգամ տեսնում ենք դրվագի կրկնապատկերը շատ արագ էր այստեղ Կաջալի Դրամեն, Վանին իհարկե միայն հաղթանակ էր պետք, Վանը ձգտում է բարձրանալ 4-րդ տեղ, բայց պարտվեց այս խաղում եւ Մուսա Կանտեն հրաշալի հարվածով կարողացավ հաղթանակ պարգևել։ Արարատին հերվից հարված տեսանք Մուսա Կանտեի կողմից ու գնդակը հայտնվեց մրցակցի դարպասում, սա միաժամանակ տուրի ամենագեղեցիկ գոլերից էր։ Նոան սեփական դաշտում 2-1 հաշվով առավելության ասա Փյունիկի հետ պայքարում ու պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն։ Հովհաննես Համբարձումյանը եւ Զոլոտիչը աչքին կան դարպասի գրավմամբ Նոայից Փյունիկից էլ Կուլիկովը կրճատեց հաշվի տարբերությունը, սա Հովհաննես Համբարձումյանի գոլն է։ Գուդմունդուր Թորարինսոնի կատարած փոխանցումից հետո հաղթեց երկրորդ հարկի մենապայքարը ու գոլ խփեց։ Րոպեներ անց եւս մեկ գոլային փոխանցում կատարեց Թորարինսոնը ու այս անգամ էլ Ներմին Զոլոտիչը աչքին կապ դարպասի գրավմամբ նա առաջին գոլը խփեց Նոայի կազմում։ Առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին Փյունիկը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը Կուլիկովը ահա այսպիսի ուժեղ հարվածով գոլ խփեց, սա նրա առաջին գոլն էր Fastex Premier League-ի ընթացիկ մրցաշրջանում, շատ լավ փոխանցում ստացավ Դավիթ Դավիդյանից եւ խոցեց մրցակցին։ Այս հաղթանակից հետո Նոան միավորների քանակը հասցրեց 71-ի եւ անհասանելի դարձավ մրցակիցների համար պատմության մեջ առաջին անգամ Նոան Հայաստանի չեմպիոն է։ Ռուի Մոտայի գլխավորած թիմը հրաշալի մրցաշրջան է անցկացնում ու ժամանակից շուտ արդեն հռչակվեց Հայաստանի չեմպիոն։ Ինչն է հետաքրքիր, որ նախորդ մրցաշրջանում Փյունիկը կարողացավ հաջողել եւ նախավերջին տուրում Նոային հաղթելու շնորհիվ էր կարողացել բարձրանալ առաջին տեղ եւ դրանից հետո նաեւ առավելության ասավ Շիրակի հետ պայքարում ու ապահովեց չեմպիոնությունը։ Քիչ առաջ ասացի, որ 4 հանդիպում է կայացել 30-րդ տուրում, Վեստ Արմենիա, Արարատ Արմենիա հանդիպումը չկայացավ, որովհետեւ տանտերերը չներկայացան այդ հանդիպմանը։ Շիրակը սեփական դաշտում 4 անպատասխան գնդակ ուղարկեց Ալաշկերտի դարպասը, Ռաֆիկ Միսակյանը եւ Յովա Մրյանը դուբլ ձևակերպեցին։ Սա առաջին գոլն է, Ռաֆիկ Միսակյանը շատ լավ ազատվեց Գևորգ Տարախչյանի սկողությունից, ուղարկեց գնդակը Դարփինյանին, ստացավ պատասխան։ Փոխանցումը ու նպաստավոր դիրքից չվրիպեց, Շիրակը հրաշալի տպավորություն թողեց։ Շիրակը մի շարք պայր ստեղծեց ու դրանցից 4-ը կարողացավ գոլ դարձնել։ Ալաշկերտն էլ իհարկե վտանգավոր պայր ունեցավ, բայց իր հնարավորությունները չօգտագործեց ու արդյունքում պարտվեց խոշոր հաշվով։ Առաջին խաղակեսի վերջում եւս մեկ գոլ խփեց Շիրակը, հետաքրքիր խաղարկումներ տեսանք Ռաֆիկ Միսակյանի փոխանցումից հետո փոխայինման մտած Լյովա Մրյանը գրավեց մրցակցի դարպասը Կուլիբալին, Շիրակի արձակվողը վնասվածք ստացավ 27-րդ րոպեին, Մրյանը նրա փոխարեն հայտնվեց խաղադաշտում ու կարողացավ 2 գոլ խփել եւ 1 արդյունավետ փոխանցում կատարել։ Օրվա գլխավոր հերոսներից էր իհարկե նույնը կարող ենք ասել Ռաֆիկ Միսակյանի մասին, որը մասնակցեց բոլոր գոլերին, 2 գոլ ու 2 ասիստ Ռաֆիկ Միսակյանի անվան դիմաց։ Սա նրա դուբլն է, Լյովա Մրյանի փոխանցումը եւ Ռաֆիկ Միսակյանի դիպուկ հարվածը չկարողացավ փրկել դրությունը Գոր Մանուկյանը ու երկրորդ խաղակեսում արդեն 60-րդ րոպեի դրությամբ Շիրակը ուներ 3 գնդակի առավելություն։ Շատ լավ խաղաց այստեղ նաև Սերգեյ Մանուկյանը, նրա առանցքային փոխանցումից հետո լավ դիրքում հայտնվեց Լյովա Մրյանը եւ կարողացավ ասիստ կատարել Ռաֆիկ Միսակյանին։ Սա էլ Ռաֆիկ Միսակյանի ասիստն ու Լյովա Մրյանի խփած գոլը 4-0 հաշվով Շիրակը առավելության ասավ Ալաշկերտի հետ պայքարում միավորների քանակը հասցրեց 32-ի, բարձրացավ 6-րդ տեղ, նույնքան միավոր ունի նաև ԲԿՄ-ն, բայց ԲԿՄ-ն հրաթուսիչ ցուցանիշներով զիջում է մրցակցին, սակայն 1 հանդիպում պակաս է անցկացրել Ալաշկերտը 27 հանդիպումներից հետո վաստակել է 20 միավոր եւ նախավերջին 10-րդ տեղում է։ Կանզասարը վերջինն է, որը հավաքել է ընդամենը 3 միավոր, միակ թիմն է, որը դեռ հաղթանակ չունի Fastex Premier League-ում։ Տուրի վերջին հանդիպումը կայացավ ԲԿՄ-ի եւ Ուրարտուի միջև,
Կարեն Մելքոնյանը խփեց հանդիպման միակ գոլը 50-րդ րոպեին աչքին կապ դարպասի գրավմամբ, Ուրարտուն հաղթեց, Ուրարտուն միավորների քանակը հասցրեց 58-ի եւ ապահովեց տեղը կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում, այնպես որ Ուրարտուն հաջորդ մրցաշրջանում կներկայացնի Հայաստանի կոնֆերենցիաների լիգայում։